դուք խնդրում եմ այդ ռեպլիկի փոխարեն կողքից ասես մեզ ֆինանսավորում է Ձեր էկրաններին հայտնված անհավասարակշիռ պահվածքով այս մարդը Արմատ մեդիայի ֆինանսավորման դարդից քունը կորցրած Ռուբեն Ռուբինյանն է։ Որոշել է Սաղմոսավանքի քահանա Տեր Օշինին սպառնալուց հետո հիմա էլ այժմ միջանցքում մատ թափ տալ այս անգամ լրագրողի վրա։ Ես աշխատում եմ լրագրող, բայց Թուրն աչուձախ կտրող Ռուբինյանը հավանաբար Թուրքիայում կրթվելու ընթացքում է սերտել լրագրողների հետ շփման այս մեթոդը, ինչը նրան օգնության հասավ Արմատ մեդիայի հարցի պատասխանից խուսանավելու համար։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Իսկ ինչ էր փորձում ճշտել Արմատ մեդիան Ռուբինյանից։ Սահմանադրության էլ իշխանությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին։ Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում եւ իդեպ կներկայանաք դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Ով է ֆինանսավորում Արմատ մեդիան։ Չէ, բայց ինչ խնդիր կա։ Բայց ինչ խնդիր կա ասեք։ Հրաժարվում եք պատասխանելու, չեմ հրաժարվում ասել, ասում եմ ես էլ ասում եմ Ամալիա Առաքելյանի լրագրող, Արմատ մեդիայի լրատվականի լրագրող Ամալիա Առաքելյանի։ Երկար բարակ խոսել նախընտրած, բայց լրագրողի հարցն անպատասխան թողած ԱԺ փոխխոսնակը գուցե Փաշինյանին հաջողանալու համար է այս մարտավարությունն ընտրել։ Ինչևէ, Արմատ մեդիայի հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում հրապարակելուց հետո հուսով ենք Ռուբինյանը կգտնի կորցրած քունը։ Հաշվետվությունների ժամանակը կգործելու կնայեք մեր մեդիան չի գնացի, այդ ժամանակ է հատակում է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։